մետրոյի հետ կապված պարոն Ավինյան, այն որ ասում եք մետրոն կառուցելու ենք, հիմա ոնց հասկացա սուբսիդավորումը կառավարությունը չի տվել, հա, ճիշտ եմ հասկանում, 2 միլիարդ հա տվել 5-ի տեղը, այսինքն ինչ ունենք, մենք խնդիր ունենք, այսինքն դուք խնդիր ունեք կառավարության հետ, որ սուբսիդիա չի տալիս, որովհետև դա գովազդի միջոց է, էլի լավ, նաև քաղաքական առումով մետրո ենք կառուցելու, այս մի 5 ընտրություն է, այդ տեսել ենք, եթե մետրոն իրական կառուցվելու է, ես վստահ ասում եմ, մետրոյի իրական կառուցումը բոլորը կողմ են, որ մետրո կառուցվի, բոլոր բնակիչներն էլ ուզում են մետրո լինի, ես Հաչապնյակից եմ իհարկե ուրախ եմ, որ մետրո լինի, բայց սուտ խոստումներով ամեն ընտրություններին խաբել ժողովրդին քվե ստանալ, քվե կորզել դրանով, դա ճիշտ չի, դա ժողովրդի հանդեպ անհարգանք է, այսինքն եթե նորից չի կառուցվելու այդ մետրոն, լավ կլինի ուղղակի քարոզարշավներին չօգտագործվի մետրոյի կառուցումը, հաջորդիվ ընտրություններ են լինելու այդ հանել ընդհանուր քաղաքական օրակարգից մետրոյի կառուցումը, մետրոյի հետ կապված նաև տեսեք շարժակազմերի բացակայությունը, շատ տեսել եք այսօր առավոտից համացանցում տարածվում է, շարժակազմերի պակաս ունենք, որը մոտ 7 միլիարդ պետք է կառավարությունը սուբսիդավորեր, մինչ այս պահը էդ էլ չտեսանք,